Բարև ձեզ բարեկամներ եւ կրկին եթերում Փակ TV-ն է փաստերի, անակնկալների, կարծիքների հերոստալիկը Փակ TV-ն։ Փակ TV-ն, որը աշխատում է ձեզ միշտ տեղեկացված պահել այն ամենի կապակցությամբ, ինչ այսօր տեղի ունենում մեր շրջապատում։ Իհարկե նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման, որտեղ դա մեզ համար շատ կարևոր է, մենք ուրախ կլինենք, որ որքան հնարավոր է մեծ թվով հեռուստադիտողների մենք ընդգրկենք մեր ծրագրերին։ Դե այսօր այս պահին մենք հերթական ուղիղ միացումն ենք կազմակերպել Մոսկվայից եւ պետք է ասեմ, որ իմ զրուցակիցը ձեզ բոլորիդ քաջատեղյակ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ մեր լավագույն վերլուծաբաններից մեկը Սուրեն Սուրենյանց է Փակ TV-ի տաղավարում։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշչյան։ Ուրախ եմ, որ դուք մեզ հետ եք եւ ուրախ եմ, որ ինչպես միշտ մեր բարեկամությունը այսպես կայուն է ու շարունակվում է։ Ես դիտել եմ, ասեմ ձեզ, օրեր առաջ ձեր վերջին մամուլի ասուլիսը շատ հետաքրքիր հարցերի շուրջ խոսեցիք, շատ հետաքրքիր, այսպես մտքեր արտահայտեցին այդ օրը, եւ կուզենայի, որ այսօր էլ մեր հերթական հանդիպման ժամանակ մենք անպայման դրանց մի մասին անդրադառնանք։ Դե առաջին հերթին այն իրավիճակը, այն ամենը, ինչ այսօր կա մեր տարածաշրջանում, հատկապես կապված Իրանի վերջին զարգացումների հետ։ Միգուցե այս թեմայով սկսենք մեր զրույցը։ Այո, սկսենք Իրանի զարգացումներից։ Իմ ունեցած տեղեկատվությամբ վերջին մի քանի օրերին այլևս Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությանը հաջողվել է վերահսկելի վիճակ ապահովել։ Իրանից ստացված ոչ պաշտոնական տեղեկությունները հաստատում են, որ վերջին օրերին այլևս հանրահավաքներ չկան։ Եթե խոսում ենք Իրանի իրադարձությունների մասին, այստեղ մի քանի շերտ անշուշտ պիտի առանձնացնենք։ Առաջին շերտն այն է, որ իսկապես Իրանում կան սոցիալական կուտակված խնդիրներ։ Տասնամյակների պատժամիջոցների քաղաքականությունը արևմուտքի ինչ-որ հետևանքներ ունեցել է, մարդիկ ունեն կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներ, այդ ընդհանրապես Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունն էլ չի երգում, որ նման խնդիրներ կան։ Բացի այդ, այնտեղ հատկապես մարդկանց դժգոհությունը հարուցում էր այդ այսպես կոչված սանկցիոն սպեկուլյանտների խնդիրը, որոնք սանկցիաների վրա փորձում էին որոշակի գումարներ աշխատել։ Ուզում եմ ասեմ, որ օբյեկտիվ խնդիրներ կային, բայց ակնհայտորեն մեր բարեկամ Իրանի ժողովրդի օբյեկտիվ արդարացի սոցիալական պահանջները փորձեցին շահագործել օտարերկրյա կենտրոններ։ Մենք գիտենք, որ Իսրայելն էր փորձում անդադ օգտագործել այդ բողոքները, Միացյալ Նահանգները եւ նրանք դա չէին էլ թաքցնում, եւ արդյունքում Իրանի ժողովրդի շատ արդարացի սոցիալական զայրույթը օգտագործվեց, որպեսզի Իրանում կարողանան հասնել իշխանափոխության ընդհանուր սահմանադրական կարգի տապալման։ Մենք այդ երևույթներին ականատես ենք եղել եւ հետեւել ենք, եւ որովհետեւ սոցիալական բնույթի կամ ներքաղաքական բնույթի որևէ ցույցի հանրահավաքի ժամանակ անկարելի է օրինակ պատկերացնել, որ մզկիթ կարող է այրվել կամ Իրանի Իսլամական Հանրապետության պետական դրոշ այրվել։ Փառք Աստծո, որ հարևան երկրի Իրանի իշխանությանը հաջողվեց նաև հասարակության մեծ մասի հետ երկխոսության գնով, իհարկե ցավալի զոհերի գնով նաև վերահսկելի իրավիճակ ապահովել, որտեղ Իրանի կարևոր կայունությունը, Իրանում սահմանադրական կարգի կայունությունը, Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը կենսականորեն կարևոր են Հայաստանի հայ ժողովրդի համար։ Իրանի ռեգիոնալ քաղաքականությունը, ռեգիոնալ քաղաքականության անվտանգային համակարգում նրա բերած կայունացման գործոնը, Իրանի դրական հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ
ուղակի մեզ շահագրգիռ են դարձնում, որ Իրանում լինի վերահսկելի եւ կայուն վիճակ։ Եւ Իրանի հետ կապված կա նաեւ մեկ այլ շերտ, այդ ներքին անկայունությունից օգտվելով փորձում էր հատկապես Իսրայելը հասնել նրան, որ Միացյալ Նահանգների կողմից նոր միջամտություն լինի եւ ռազմական նոր գործողություններ ծավալվեն, բայց վերջին օրերին կարծես թե այս հարցում էլ պոզիտիվ նորություններ կան։ Համենայն դեպս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 2 օրերին կարծես թե հայտարարում է, որ Իրանին հարվածելու մտադրություն չունի։ Բացի այդ մենք տեսնում ենք, որ միջնորդական բավականին դրական առաքելություն է ստանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի նախագահը 3 հեռախոսազրույցներ է ունեցել մի կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, մյուս կողմից Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանի հետ եւ կարծես թե այդ հեռախոսազրույցները կայունացնող դեր են կատարել եւ համենայն դեպս ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ Ռուսաստանի նախագահը կարողացել է հասնել նրան, որ որոշակի լիցքաթափում ենք նկատում առկա էսկալացիայում։ Այնպես որ ես կարծում եմ Իրանի ներսում եւ Իրանի շուրջ լարվածությունը գոնե առժամանակ թուլացել է եւ հույս ունենանք, որ մեր բարեկամ եւ հարևան Իրանը եւ նրա ժողովուրդը ավելի ամփորձանք եւ խաղաղ շաբաթներ ու ամիսներ կունենան առաջիկայում։ Պարոն Սուրենյանց, ես պիտի ասեմ, որ իհարկե միջազգային իրավիճակը այնպեսին է, որ ցանկացած որ կարող է գրանցվել հերթական անակնկալ լինի դա հաճելի թե տահաճ։ Բայց հատեսեք օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների նրա գործընկերը։ Մենք այդպես էլ մանրամասն տեղեկություն չստացանք, թե ի վերջո ինչ կարևոր փաստաթուղթեր ստորագրվել կամ քննարկվել։ Մի խոսքով այստեղ գուցե բացեք փակագծերը։ Հարգելի պարոն Ղուշչյան, փաստաթղթի կարևորությունը մի քիչ հարաբերական է, որտեվ պետքարտուղար Ռուբիոյի եւ նախարար Միրզոյանի ստորագրած փաստաթուղթը ընդհանրապես համատեղ հայտարարություն է, որտեղ հստակ ֆիքսված է, որ այդ փաստաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ, հետևաբար չի անցնելու նաև երկու երկրների խորհրդարանների վավերացման ընթացակարգով, ավելի շուտ դա մտադրությունների փաստաթուղթ է, որը ուրվագծում է թրիփի շահագործման շրջանակը։ Այստեղ արդեն կարևորությանն ենք գալիս, որտեղ ըստ էության այդ փաստաթղթով, որը իհարկե Հայաստանի իշխանությունը հերթական անգամ մատուցում է որպես ինքնիշխանության աննախադեպ ձեռքբերում, դիվանագիտության աննախադեպ ձեռքբերում, իրականում այդ փաստաթուղթը Հայաստանի ինքնիշխանության նշաձողի իջեցման մասին փաստաթուղթ է։ Ես մի քանի առանցքային կետեր ասեմ, նախ ստեղծվելիք կոնսորցիումում թրիփի շահագործման բաժնեմասերի խիստ անհամաչափություն կա, 74% տիրապետելու է ամերիկյան կողմը, 26% տիրապետելու է հայկական կողմը։ Այս փաստը արդեն ինքնին հուշում է, որ ստրատեգիական որոշումները միակողմանիորեն կայացվելու են Միացյալ Նահանգների կողմից, իսկ Հայաստանը ընդհանրապես դիտորդի կարգավիճակ է ունենալու։ Այդ 49 տարով բացառիկ իրավունքներով այդ ճանապարհի վերահսկողությունը եւ եկամուտների առույցի բաժինը տրվում է Միացյալ Նահանգներին, սա նույնպես արտաքին կոնցեսիոն կառավարման դասական օրինակ է ռազմավարական գործընկերության փոխարեն։ Մենք ունենք նաեւ այսպես կոչված front office, back office գործառնական մոդելի ներդրման փաստորեն մտադրություն, որը նշանակում է, որ առաջնային գծում, առաջի շերտում Հայաստանի Հանրապետությունը իր կարևոր լիազորությունները արտապատվիրակելու է թրիփ կազմակերպությանը կամ նրա կողմից վարձված օպերատորին, իսկ սա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության էական սահմանափակում, ինչ էլ որ ասեն Միրզոյանն ու Փաշինյանը, փաստացի սա նշանակում է, որ
ճիշտ էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումները, որ Ադրբեջանի քաղաքացիները եւ ադրբեջանական մեքենաներն ու բեռները Սյունիքի ճանապարհով տարանցման ժամանակ չեն տեսնելու հայի երես, հայ սահմանապահի, հայ մաքսավորի երես, որովհետև հայ սահմանապահն ու մաքսավորները break office-ից, այսինքն գրասենյակից են հետևելու շարժին, իսկ օպերատիվ տվյալների հավաքագրմամբ, դրանց մշակմամբ, ինչ-որ ծավալով հայկական կողմին փոխանցմամբ զբաղվելու են front office-ում, այսինքն այդ միջազգային կազմակերպությունը կամ նրա կողմից վարձված օպերատորները, նրա կողմից կանչված։ Վերջապես Ադրբեջանը անխափան անցում է ստանում այդ ճանապարհով, արդեն ասեցի, դա ըստ երևույթին դատելով նաև Թուրքիայի նախագահ Հական Ֆիդանի բացահայտումներից, դա ըստ էության նշանակելու է, որ նրանք երթևեկելու են այդ 42 կիլոմետրով առանց հայի երես կամ հայ սահմանապահի երես տեսնելու, սա ինքնիշխանության սահմանափակման մասով։ Այս փաստաթղթում բացակայում է փոխադարձության սկզբունքը, այսինքն մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունից ու իրավազորությունից դիմաց ըստ էության ոչինչ չստանալով։ Օրինակ կարելի էր, եթե ուզում էին փոխադարձ օգուտ տային Հայաստանին, այդ ճանապարհը երկարացնել մինչև Երասխ եւ մենք էլ նույն ռեժիմով կարողանայինք օգտվել, ենթադրենք Նախիջևանի ճանապարհից, բայց չկա նման բան։ Ընդհանրապես ստորագրված համատեղ հայտարարությունում Հայաստանի ապաշրջափակման որևէ կոնկրետ մեխանիզմի մասին հիշատակում չկա։ Եվ ամենավտանգավոր հանգամանքներից մեկը ստորագրված համատեղ հայտարարությունը ըստ էության ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղություն բերելու մասին է, այլ աշխարհակաղակական շահերի բախման մեծ ռիսկ է առաջացնելու, որովհետև ինքնին հասկանալի է, որ այս նախագիծը սպասարկում է կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնի, Միացյալ Նահանգների, նրա ռեգիոնալ դաշնակիցների, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը եւ այս ձևով այս նախագիծը հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի, Իրան Իսլամական Հանրապետության, միջնաժամկետ հեռանկարում նաև Հնդկաստանի եւ Չինաստանի շահերի հետ։ Ըստ այդմ վստահ կարելի արձանագրել, որ TRIP-ը ռեգիոն է բերում ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղություն, այլ աշխարհակաղակական շահերի բախման շատ մեծ եւ շեշտված ռիսկ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս ամենը իհարկե երբեք չեն հանդուրժի մեր մյուս երկու հարևանները, Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը, որոնք արդեն հայտարարություններ այդ մասին կապակցությամբ արել են։ Բայց եթե այսպես շարունակվի, ինչ եք կարծում, նոր բախում չի սպասվում։ Ես միանշանակ հենց նոր կանխատեսեցի, որ դա աշխարհակաղակական շահերի բախման ռիսկ է ծնում, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունից արդեն հնչել են շատ կոշտ հայտարարություններ, նախ միջև այս հայտարարության ստորագրումը Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Վելայաթին հայտարարեց, որ անունը փոխել են, բայց Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը պահպանվում է։ Իդեպ նույն հայտարարությունները հնչում են նաև Անկարայից եւ Բաքվից Իլհամ Ալիևի եւ Ֆիդանի շուրթերով, այսինքն Իրանի համար սա նա հայտարարեց Վելայեթին անընդունելի նախագիծ, իսկ ընդամենը նախորդին 14 հունվարին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը շատ կտրուկ հայտարարություն արեց, նա ասեց, որ Հայաստանը դարձել է ֆորպոստ հակաիրանական գործողությունների համար։ Շատ դժվար է չհամաձայնվել այս կոշտ գնահատականների հետ, իսկ Ռուսաստանը մենք գիտենք, որ դերևս տարեվերջին փոխվարչապետ Օվերչուկի շուրթերով հայտարարել էր, որ ոչ մի TRIP չի կարող աշխատել առանց Ռուսաստանի մասնակցության, որտեղ գիտեք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ TRIP-ի կարգավորումները ինքնին հակասության մեջ են մտնելու ԵԱՏՄ կարգավորումների հետ։ Այո, ցավոք սրտի ձեր գնահատականը, հարգելի պարոն Ղուշյան, միանգամայն ճիշտ է, սա բախում է առաջացնելու։ Միակ հույսը այն է, որ
գլոբալ հարցերում ռուս-ամերիկյան հնարավոր համաձայնությունների պարագայում անդրադարձ կարող է կատարվել նաև մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես այս երթուղուն եւ Մոսկվան եւ Վաշինգտոնը գուցե կարողանան գտնել բալանսավորված լուծումներ, ինչը հնարավորություն կտա մեր երկրին խուսափել շատ վտանգավոր ռիսկերից, որ կարող է բերել իր այդ թրիփը մեր տարածաշրջան։ Գիտեք, շատ խոսվեց, շատ ասվեց ռուս հայտարարած հեռուստալրագրող Վլադիմիր Սալավյովի այս վերջին հայտարարության մասին, ինչը աղմուկ բարձրացրեց, այսպես ասած փոթորիկ մի փոքրիկ բաժակ ունի, տեսել կարելի ասել, եւ չգիտեմ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ հետագա զարգացումների վրա, ես կուզենայի լսել ձեր կարծիքը, որտեղ Սալավյովը հենց այնպես հայտարարություններ չի անում։ Հայաստանում բարձրացված աղմուկը լրիվ անտեղին եմ համարում, ինչի համար։ Նախ Սալավյովը լրագրող է, նա պետական պաշտոնյա չէ եւ ուղղակի չէր կարելի մի լրագրողի հայտարարություն վերագրել ամբողջ Ռուսաստանի պետությանը եւ նման շատ խիստ արձագանք տալ, մանավանդ Սալավյովը այդ հայտարարությունը հնչեցրել էր ոչ թե պետական հեռուստաընկերությամբ, այլ իր մասնավոր Սալավյով լայվ հաղորդաշարի ընթացքում, սա մեկ։ Ինձ համար որպես քաղաքական գործիչ անընդունելի են Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարությունները, որտեղից էլ կհնչեն՝ Մոսկվայից, Անկարայից, Բաքվից, Բրյուսելից, Վաշինգտոնից։ Այնուամենայնիվ, ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունը մի դեպքում սուրաճոճում Սալավյովի հայտարարության դեմ, դա համարելով Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիք, բայց մյուս դեպքում ողջունում է Ֆիդանի հայտարարությունը օրինակ, որով նա ուղղակի միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ զորակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանության համար գործող ինքնիշխանության գիծը պայմանական է։ Բոլոր այն դեպքերում, եթե միջամտությունը մեր ներքին գործերին բխում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերից, նրանք ողջունում են այդ միջամտությունը, ոնց որ երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անամոթաբար շնորհակալություն էր հայտնում Ֆիդանին, իսկ մյուս դեպքերում, երբ որ ինչպես օրինակ Սալավյովի դեպքում էր, երբ որ հայտարարությունը հարազատ չի, հոգեհարազատ չի լինում Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի համար, սկսում են սուր ճոճել։ Այս երկակի ստանդարտները հուշում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի համար ինքնիշխանությունը ոչ թե գերակա արժեք է, այլ մի գեղեցիկ պրոպագանդիստական բառ է, որը իրենք ըստ նպատակարարության օգտագործում են կամ արտաքին որևէ գործընկերոջ դեմ սուր ճոճելու նպատակով, իսկ մյուս դեպքում ակնհայտորեն Հայաստանի թշնամական տրամադրված Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները խրախուսելու նպատակով։ Պարոն Սուրենյանց, իհարկե այդ հայտարարությունը, որ արեց Թուրքիայի արտգործնախարարը կապված առաջիկա ընտրությունների հետ, հասկանալի է, թե ինչ է դա, փաստորեն Փաշինյանի քարոզարշավը, որ վաղուց սկսվել է, այդ քարոզարշավին ակտիվորեն մասնակցում են Թուրքիան ու Ադրբեջանը, չթաքցնելով, որ ամեն ինչ անելու են Հայաստանի ներկա ռեժիմի, ինչպես ասում են, նորից ընտրվելու կապակցությամբ, բայց այս առումով ինչ պիտի անի ընդդիմությունը, եւ ընդհանրապես մեր հանրությունը, միթե կարելի է հանդուրժել ամեն տեսակի նման կողմնակի միջամտություններից։ Պարոն Ղուշյան, կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական շահառուները հենց Ադրբեջանն ու Թուրքիան են, որովհետև Նիկոլ Փաշինյանի ռեգիոնալ քաղաքականությունը ամբողջովին սպասարկում է հենց Բաքվի եւ Անկարայի օրակարգը, ինչը իդեպ իր հարցազրույցում Ֆիդանը գոհունակությամբ արձանագրում էր եւ չէր էլ թաքցնում, այսինքն նույնիսկ կասկածի տեղիք չկա, սա մեկ։ Երկրորդը ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի
վերընտրությունը ենթադրելու է, որ մենք շատ մեծ գին ենք վճարելու, այսինքն 2021-ին նրա վերընտրության գինը դարձավ Արցախի կործանումը, 2026-ին նրա հնարավոր վերընտրությունը կասկածի տակ է դնելու մեր պետականության գոյությունը, որտեղ այս պահին արդեն կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Ինչ պիտի անին դիմությունը։ Խնդիրը շատ պարզ է, այս պահին տեսանելի են 3-4 առանցքային ընդդիմադիր կենտրոններ, բոլոր սոցիոլոգիական հարցումները դա են ցույց տալիս։ Ընդդիմության գլխավոր խնդիրը եւ ընդհանրապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը ընտրողների մասնակցության մակարդակի հարցն է։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ նախընտրական փուլում մենք ստանանք ապատիկ հասարակություն, մի հասարակություն, որ ամբողջովին կորցրել է հույսը, հավատը եւ շատ ցածր մասնակցություն կունենա ընտրություններին։ Ահա ցածր մասնակցությունը կամ ապատիկ հասարակությունն են Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները, նա միայն այդ ճանապարհով կարող է վերարտադրվել։ Ընդդիմության խնդիրը պիտի լինի ճիշտ հակառակը։ Մեծացնել հասարակական սուբյեկտությունը ակտիվ ծրագրերով, արդյունավետ քաղաքականությամբ, որովհետև կան խիստ մասնագիտական եւ ռեալիստական հաշվարկներ այն մասին, որ եթե առաջիկա հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն ընտրողների 55%-ը, ինչը կազմում է մոտավորապես 1.400.000 ընտրող, Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հավանականությունը դառնում է 0։ Հետևաբար, ընդդիմության առանցքային դերակատարները ամեն ինչ պիտի անեն հասարակությանը ակտիվացնելու, նրա մեջ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու վստահություն ներշնչելու համար։ Այդ պարագայում հավաստիացնում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանին չի փրկելու ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Եվրամիության եւ նրա բյուրոկրատիայի աջակցությունը։ Գիտեք, մի հարցի մասին էլ ուզում եմ ձեզ հետ անպայման կիսվենք։ Տեսեք, մեր հանրաճանաչ գործարար բարերար Սամվել Կարապետյանը, ով գտնվում էր տնային կալանքի մեջ, դատայրավական համակարգը հերթական այլանդակ վճիռ ներկայացնում նորից կալանավորելու այդ ազնվորությանը։ Մի մարդու, որ իսկապես ազգային մեծ բարերար է եւ չգիտես ինչու այս ամենը նույնպես մենք կարողանում ենք շատ հանգիստ հանդուրժել։ Լավ, որքան կարող է այս այլանդակությունը նման գործելակերպը շարունակվի։ Պարոն Հուշյան, այս առումով մի փոքր լավ լուր ունենք, մեր տեսագրության պահին հայտնի դարձավ, որ թեև 3 կոռուպցիոն վերաքննիչ դատարանը էլի պարոն Կարապետյանին բանտ էր ուղարկել, այնուամենայնիվ անցած գիշեր տեղի ունեցած դատական նիստում կոռուպցիոն Արաչյանի դատարանում մերժվել է կալանքը երկարաձգելու քննիչի որոշումը եւ այսօր արդեն Սամվել Կարապետյանը կտեղափոխվի դարձյալ իր տուն, այսինքն շարունակի կալանքը կրել տանը, տնային կալանքի պայմաններում, այս առումով երեկվա համեմատ մի փոքր դրական համատեքստ ունենք, բայց սրանից ձեր գնահատականի խստությունը իհարկե չի կորցնում իր օբյեկտիվությունը, որտեղ Հայաստանում համատարած քաղաքական ճնշումներ, հետապնդումներ եւ ռեպրեսիաներ են, Սամվել Կարապետյանը ճիշտ է տնային կալանքի ռեժիմում է, բայց սա ապօրինություն է ակնհայտորեն, որտեղ մարդուն պատժում են ըստ էության հանցանք չգործելու համար։ Դուք գիտեք, որ 2 լրագրողներ են ձերբակալված, պոդքասթերներ, որոնցից մեկը Նարեկ Սամսոնյանը արդեն 8 օր հացադուլի մեջ է եւ ասեմ ավելին առողջական շատ լուրջ խնդիրներով էլի մարդիկ կալանավորվել են խոսք ասելու համար։ Դուք գիտեք, որ մեր հարգարժան սրբազաններն են շարունակում կալանքի տակ մնալ շինծ ու մեղադրանքներով եւ վերջապես բոլորս գիտենք, որ շարունակվում է եկեղեցու դեմ էս հակասահմանադրական, հակաօրինական, հակաաստվածային կամպանիան, այսինքն Նիկոլ Փաշինյանի խնդիրը շատ պարզ է, ինքը փորձում է տոտալիտար, ավտորիտար համակարգ ձևավորել իր վերարտադրության խնդիրը լուծելու համար,
որտեղ նա հասկանում է, որ եթե չվերահսկի ամենքին եւ ամեն ինչ, շատ արագ կորցնելու է իշխանությունը։ Ես կարծում եմ, որպիսի լուծենք բոլոր այս հարցերը, նաև ռեպրեսիաների դեմ առնենք, ռեպրեսիաների հետևանքները չեզոքացնենք եւ մի շարք այլ հարցեր լուծենք, դրան մի ձև կա։ 2026-ի հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին եւ մեր հասարակությունը թող որևէ դիմադիր ուժի ընտրի, ում նախապատվությունը կտա ըստ իր հոգեհարազատության, թող այդ ընդդիմադիր ուժին էլ քվետա։ Ամենակարևորը ակտիվ մասնակցի եւ իր քվեարկությամբ մերժի ԿՊ-ին։ Միակ միջոցը, որով մենք կարող ենք դեմ առնել այս այլանդակությունների, ռեպրեսիաների, որոնք արտաքին աջակցություն էլ ունեն, այսինքն խրախուսվում են Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, հավասիկ միակ ձևը ընտրություններում այս իշխանությանը պարտության մատնելն է։ Պարոն Սուրենյան, իհարկե վիճակը այսպես միանշանակ չէ, ես կարծում եմ, որ առաջիկայում ել ավելի բուռն զարգացումներ է մեզ սպասում, այնուամենայնիվ դուք որպես քաղաքագետ, որպես մարդ, ով ինչպես ասում են երկար տարիների փորձ ունի քաղաքական պայքարի, գիտի թե ինչ է կատարում, ինչ է կարծում այնուամենայնիվ ընդդիմությանը կհաջողվի, այսպես ասած, քնից արթնացնել մեր այն ժողովրդի հատվածը, որը չգիտես ինչու շատ անտարբեր նայում է իր վաղվա օրվան։ Պարոն Ղուշյան, դրան մի ձև կա, ընդդիմությունը պետք է արժանահավատ ծրագրեր ներկայացնի հասարակությանը, որտեղ հասարակության մեծամասնությունը մասնավոր զրույցներում, իրենց խոհանոցներում, կենցաղային շփումներում տոտալ անվստահություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Եվ այդ տոտալ դժգոհությունը հրապարակային դրսևորում չի ստանում ընդամենը մի պատճառով, որ դերևս մեր հասարակության մեծամասնությունը չի գտել այն ընդդիմադիր ուժին կամ ուժերին, որոնց միջոցով պետքա գնա փոփոխությունների։ Ես հույս ունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք եւ միանգամայն հնարավոր եմ համարում, որ առաջիկա ամիսներին հասարակությունը թմբիրից դուրս գա հենց ընդդիմության իրատեսական ծրագրերի, խարիզմատիկ առաջնորդների խոսքի շնորհիվ։ Ես կրկնում եմ, ամենաինտրիգային հարցը 2026-ի ընտրությունների հենց դա է, ինչպես գտնել ժողովրդին տներից դուրս բերելու տեղամասներ եւ փողոցներ տանելու բանալին։ Այս սա է, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ընդդիմադիր առաջնորդությունը պիտի լուծի այս կարևոր հարցը։ Յուրաքանչյուրը իր տեղում։ Հիմա ընդդիմադիր 3, 4, 5 բլոկներ կան եւ ես հույս ունեմ, որ այդ բլոկները, ասենք, Սամվել Կարապետյանը իր կողմնակիցների հետ միասին, Ռոբերտ Քոչյանի իր կողմնակիցների հետ միասին, Գագիկ Ծառուկյանի իր կողմնակիցների հետ միասին, Դոկ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը իր կողմնակիցների հետ միասին, ամեն մեկը իր տեղում, իր էլեկտորալ բազայի շրջանակներում, ես հույս ունեմ, որ այս խնդիրը կլուծեն եւ ի վերջո հնարավոր կլինի հասնել նրան, որ այս 3, 4, 5 առանցքային ընդդիմադիր բևեռները կարողանան մեր ժողովրդին այս քնից անել եւ ուղղորդել դեպի տեղամասեր։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան, այսօրվա հերթական անկեղծրույթի համար, առաջիկայում իհարկե մենք կհանդիպենք, իսկ այսքանով եկեք սահմանափակենք այսօրվա մեր հանդիպումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք հերթական անգամ ուժեղ կապ ենք հաստատել Երևանյան տաղավարի հետ, ուր մեր զրուցակիցը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ մեր ճանաչված քաղաքագետ վերլուծաբան Սուրեն Յազն է։ Այսօր այսքանը, ցտեսություն։